Բարև ձեզ հարգելի բարեկամներ, առողջություն եմ ցանկանում, եւս մի անգամ ավելորդ չեմ համարում ասելու, որ համացանցով ռեկլամ է գնում, որ ռեկլամում են շագանակագեղձի ադենոմայի համար դեղ եւ սեռական թուլության, որի հետ ես բացարձակապես կապ չունեմ։ Այսօր ես ուզում եմ ձեզ ներկայացնեմ իմ գիրքը, որին ձեզանից շատերը ծանոթ են եւ մի մասն էլ երևի ունի ձեռք է բերել գիրքը, որը կոչվում է Ալկամա։ Ալկամա սանսկրիտով եւ հին արաբերենով նշանակում է Աստծո պարգև։ Այո, Աստծո պարգև, բայց Աստծո պարգևը ոչ միայն գիրքը, ոչ թե գիրքը, այլ նրա մեջ եղած դեղատոմսերը, որ դրանք Աստծո ստեղծագործություններն են, այսինքն պատրաստված է դեղաբույսերից, որը բնական բուժամիջոցներ են հանդիսանում եւ Արարիչը ամեն ինչ ստեղծել է ժամանակին առաջացող հիվանդությունների համար, որով մարդ պետք է աշխատի բուժվել այդ դեղաբույսերով։ Դեղաբույսերը մեծամասամբ անվտանգ են, կարելի է երկար օգտագործել եւ անցանկալի կողմնակի երևույթներ կամ չէ կամ հազվագյուտ են առաջացնում։ Անցանկալի երևույթը կարող է լինել ինչ-որ բույսի նկատմամբ ալերգիա։ Ուրեմն գիրքը պարունակում է 170 տեսակ հիվանդություն, որոնց մասին գրված է համառոտակի, կարճ, բայց տրված է ընդարձակ բուժում դեղաբույսերով, բազմաթիվ դեղատոմսեր կա, դարված է նրա համար, որտեղ կարող է մեկի համար դա լինի, այսինքն հասանելի, մյուսի համար անհասանելի, կամ մեկ դեղատոմսը կարող է օգուտ չտա անցնել հաջորդ դեղատոմսին։ Դրանք հիմնական դեղեր չեն, ձեզ վնասել չեն կարող, նորից եմ կրկնում, եւ կարող եք այդպես գտնել ձեզ հարմար բուժամիջոցը եւ բուժել ձեր հիվանդությունները։ Դեղատոմսերը տրված են գրեթե բոլոր հիվանդությունների մասին, ներառած չարորակ ուռուցքները, մանկական հիվանդությունները, գինեկոլոգիական, մաշկային եւ այլ հիվանդություններ, բաց այդ գրքում գրված են վիտամինների մասին, ինչ է իրենից ներկայացնում վիտամինը, որ հիվանդության համար ավելի օգտակար է, տրված են դեղաբույսերից դեղորայքների պատրաստման ձևերը, նրանց օգտագործումը, նրանց ժամկետները, պատրաստման ձևերը եւ այլը։ Բացի այդ, այստեղ ներառված են նաեւ գրքի հավելվածում շատ հետաքրքիր հավելված ունի, ներառված են նաեւ ժողովրդական բժշկության մյուս բնագավառները, ինչպիսին են, այսինքն ծառերով բուժումը, միզաբուժություն, բուժումը հանքային քարերով, մետաղներով եւ այլը, որոնք նույնպես հզոր բուժամիջոցներ են հանդիսանում, մարդիկ դարերի ընթացքում օգտվել են այդ միջոցներից եւ բնականաբար բուժվել են։ Հարգելի բարեկամներ, գիրքը պարունակում է նաեւ հակաթույներ, ինչ պետք է անել թունավորման դեպքում, ինչ միջոցներ կիրառել թունավորման երևույթներից ազատվելու համար, գրված են նաեւ հակացուցումներ, մոտավորապես 50-ից ավել բույսերի վերաբերյալ, որոնք այսինքն մարդիկ հակացուցված են տարբեր հիվանդությունների եւ տարբեր մարդկանց, որոնք ունեն այս կամ այն զգացողությունը, ասենք բույսից ալերգիա կամ ինչ-որ շնչառական համակարգի հիվանդություններ եւ այլ նմանատիպ երևույթների համար կան հակացուցումներ եւ անպայման պետք է գիրքը ձեռք բերելով պետք է ուսումնասիրել այդ հակացուցումները, որպեսզի հակաբաներ չանի եւ օրգանիզմին վնաս չտրվի։ Գիրքը
Ստեղծված է լայն շրջանակի ընթերցողների, բժիշկների եւ դեղաբուժությամբ զբաղվողների, ուսումնասիրողների համար։ Մեծ մասսայականություն է վայելում գիրքը, այդպես մեծականակ տպագրություն չունի, հարգելի բարեկամներ, եւ ցանկության դեպքում գիրքը կարող եք ձեռք բերել այստեղից, այսինքն իմ մոտից, Պուշկին 38, եթե որևէ բաներ դες հետաքրքրում է կամ բուժման եւ տեղեկատվության համար, կարող եք դիմել Պուշկինի 38։ Խնդրում եմ գրանցվեք, տարածեք, հավանեք, այսօր այսքանը, առողջություն, միշտ նոր հանդիպում։